Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում մեր ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների, հյուրընկալում ենք բավականին յուրահատուկ անհատների, ովքեր որ կիսվում են իրենց փորձով, գործունեությամբ անցած ճանապարհով եւ շատ կարեւոր ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Այսօրվա իմ հյուրերին եմ ուզում այսպես մեծ սիրով ներկայացնել Աննան Մխիթարյան, ողջույն Աննա, եւ Անահիտը Մխիթարյան, ողջույն Անահիտ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Աննան եւ Անահիտը հանդիսանում են ճախրուկի, ինչպես դուք մեր հաղորդման ամենասկզբի հատվածում նշեցիք, համահիմնադիրները, ինչով է զբաղվում ճախրուկը, ինչ առաքելություն ունի, ինչ անցած ճանապարհ ունի, սրա մասին իհարկե մենք հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարենք, բայց Աննա, սկսենք ձեզանից մի փոքր ներկայացնեք ձեր կրթական հենքը, անցած ճանապարհը, հա, փորձառությունը, այնուհետև Անահիտ կլսենք ձեզ, շնորհակալ եմ շատ։ Ես երաժիշտ եմ, դուդուկահար, ազգային ժող փողային գործիքներին եմ տիրապետում, այսպես ասեմ, Երևանի պետական կոնսերվատորիան եմ ավարտել, երաժիշտ եմ, առաջին մասնագիտությամբ։ Իսկ ոնց եք ընտրել։ Ինչն է պայման հանդիսացել։ Մաման ամեն ինչ կազմակերպել, այնուհետև այդպես դասավորվել է, բայց մամայի մեծ լուման իմ կյանքում շատ մեծ։ Ընտանիքում երաժիշտներ չեն եղել։ Բարի։ Մաման շատ լավ երգում է, հիանալի ձայն ունի։ Հրաշալի է։ Դուք, Անահիտ։ Ես ագրարային համալսարանն եմ վերջացրել, որպես առաջին մասնագիտություն, այնուհետև, քանի որ իմ տարերքն էլ երաժշտությունն էր ու հարվածային գործիքներ նվագելը, այնուհետև որոշեցի ոնց որ համալսարանը վերջացնելուց հետո, որ ես պետք է իմ սիրելի գործով զբաղվեմ, ինձ համար էլ ոգեշնչումը եղել է ավելի շատ Աննայի օրինակը, դարձա երաժիշտ, իսկ հիմա Աննայի հետ միասին սովորում ենք Երևանի պետական համալսարանի կլինիկական հոգեբանության մագիստրատուրայի բաժնում։ Բավականին տարբեր, բայց միևնույն ժամանակ նաև բավականին հետաքրքիր ու ինչու ոչ իրար փոխլրացնող։ Ագրարային համալսարանում ինչ բաժին եք վերջացրել։ Գենետիկա, որը որ առնչվել է ավելի շատ կենդանիներին։ Հրաշալի։ Ձեր մասնագիտական կրթական, հա, հենքը բացի այն որ բավականին տարբեր է, ինչ որ մի ճանապարհին նաև հատվում է, քանի որ երաժշտական ուղղությունն եք երկուսով էլ շարունակել եւ կարծում եմ նաև դա հիմք է հանդիսացել ճախրուկի ստեղծմանը։ Իհարկե ես կուզենամ որ մի փոքր ներկայացնեք ճախրուկի մասին, ինչ առաքելություն ունի, ինչ խնդիր է լուծում, որից հետո արդեն նաև կանրադառնանք մյուս հարցերին ու առաջիկա ծրագրերին։ Ճախրուկը որպես այդպիսին ինքը թռչուն է, սկսեմ թռչունից, հետո անդրադառնամ, որովհետև ինքը մեր կյանքը փոխեց ամբողջովին, ինչպես որ մենք փոխեցինք մեր ճախրուկների կյանքը, նույն չափով էլ իրենք մեր կյանքը փոխեցին, հիմնել ենք Խարբերդի մասնագիտացված մանկատանը, հենց մանկատան երեխաների հետ միասին, ամբողջ թիմը, մեր բենդը, էթնո երաժշտախումբը, երգչախումբը բաղկացած է հենց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից, հիմնել ենք մշակութային կենտրոն, որտեղ հենց սովորեցնում ենք իրենց ազգային երգերաշտություն, ունենք երգչական երգչախումբ, ինչպես որ արդեն նշեցի, դուդուկահար ունենք, մեր Համլետա Արզումանյան, հարվածային գործիքներ ունենք, որ Միտքը որտեղից է առաջացել։ Պարզապես որոշեցինք գնանք սովորեցնենք, բայց իրենց համար նվագենք, այնուհետև ստացվեց այնպես, որ խորապես գիտակցեցինք, որ միայն նվագելով չի, այսինքն այս մարդիկ ի վիճակի են նվագելու, դու պետք է սովորեցնես։ Ուղղակի քեզանից է կախված, թե դու ինչքան ժամանակ կտրամադրես ու այդ ճանապարհը կկարողանաս անցնել, թե ոչ։ Այսինքն, երբ ուսումնառություն էիք ստանում, այսինքն երաժշտական կրթություն արդեն ունեիք, այցելել եք Խարբերդի ավարտել ենք երաժշտական գործունեությունն էինք ծավալում որպես երաժիշտներ, ու այդպես ստացվեց։ Դուք այցելեցիք իրենց, հետո հասկացաք, որ պետք է կյանքեր փոխել, ու այդտեղից սկսվեց ձեր ճանապարհը։ Ինչ կավելացնեք Անահիտ։ Գիտեք, երբ որ քո գործունեությունն ես ծավալում, ամեն դեպքում այսպես ասած տարին տարվա վրա դու ինքդ քեզ կերտում ես ու
հիմքդ մտածողությունը նույնն է, բայց ամեն դեպքում դու պետք է ինքը չգիտեմ, կյանքը ամենակարևոր ուսուցիչ չասեմ, բայց քեզ ամեն դեպքում ուրիշ կերպ է կերտում։ Տարիներով դասավանդել ենք տարբեր դպրոցներում, բայց գալիս է ինչ-որ մի բան, որ դու հասկանում ես, որ այս ասպարեզում այն ինչ որ արեցի, երևի թե բավական է։ Եթե դու նույն ոգևորվածությամբ դու չես անելու ինչ-որ մի բան, ուրեմն արդեն այդ փուլում վերջացել է քո անելիքը։ Ու փնտրտուքների մեջ էինք, որոշել էինք, որ ուզում ենք խնդրով երեխաների սովորեցնենք ու օգնենք այդ մարդկանց, բայց ի սկզբանե որոշված չէր, որ դա պետք է լինի Խարբերթի մանկատունը։ Ու երբ որ դու այդ փնտրտուքների, այդ մտորումների մեջ ես, վստահ կարող եմ ասել, որ ամեն դեպքում կյանքը այդ ուղին ինքը քեզ համար արդեն ինչ որ մի կանխորոշել է։ Դուք ընդառաջ եք գնացել։ Պետք է գնաս, դու պետք է ճանաչես այդ ճանապարհը, երբ որ ճանաչում ես ու այդ երկխոսության մեջ ես լինում, ինչ որ անտեսանելի կարևոր ձայնի հետ, ես վստահ եմ, որ այդ ճանապարհը շատ ավելի ճիշտ ու կարևոր է լինում։ Հայտնվեցինք այդտեղ, որոշեցինք նվագենք, ճանաչենք ու սովորեցնենք երեխաներին, բայց որևէ բան գծագրված չէր։ Մենք չպատկերացրեցինք, որ այսպիսի ահռելի բան կստեղծենք։ Այսքան մեծ թվով երեխաներ կարող են ընդգրկվել կամ առհասարակ հաշվի առնելով իրենց խնդիրները, ու մենք որ առաջին անգամ էինք առնչվում նման յուրահատուկ մարդկանց հետ, ելի մենք չէինք պատկերացնում, որ իրենց հետ կարելի է նման արդյունք ունենալ, ու այդ արդյունքի միակ պայմանը նա էր, պատճառը նա էր, որ ուղղակի մենք իրենց ընդունեցինք մեզ հավասար մարդ, ու դա ոչ թե ինչ որ թեորիապես գիտենք, որ ասում ենք հավասարություն չէ, դա հստակ զգացողություն է։ Դուք նաև ձեր կյանքով, կենսակերպով եք դա անում։ Եթե դու այդպիսի խորքային դու դա չընդունես, ուղղակի կխոսես ու չես անի ուրիշ բան, բայց ուղղակի պետք չէ խոսել, իսկապես շատ հավասար պետք է ընդունես այդ մարդկանց, ու մի ընտանիքի պես են, գիտեք, որ երբեմն ասում են, որն է արդյունքը, որ այսքան sense ոգևորված կամ այսպիսի արդյունք եք ունենում, ասում ենք ուղղակի շատ սիրով, շատ հոգով ենք անում։ Ինչպես ցանկացած գործի դեպքում։ Տեսեք, իրականում, եթե այս հատվածը ամփոփեմ, նաև մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար ավելի այսպես ընդգծված լինի, ճախրուկը ինքը շատ կարևոր առաքելություն ունի, որի նպատակն է մանկատան երեխաներին, ովքեր որ ներառական կարելի է ասել, թե այստեղ սխալ բառ եմ ընտրում։ Մեր ճախրուկների պարագայում ոչ, բայց որտեվ մենք շեշտադրումը դրեցինք հենց իրենց վրա, այսինքն իրենք կարող են նվագել ու ինքնուրույն այդ ամեն ինչը անել, որովհետև ես ու Անահիտն ենք խմբում, ունենք երաժշտական համարներ, որ արդեն մենք չենք նվագում։ Իրենք իրենցով արդեն կազմակերպել կարող են, միանշանակ ներառականությունը չափազանց կարևոր բան է, բայց մեր պարագայում մենք որոշեցինք, որ այս մարդիկ ի վիճակի են անել, ուղղակի դու իրենց հնարավորություն է պետք տալ, այո։ Յուրաքանչյուրը իրենցից կարող է այդ ամեն ինչը անել։ Պարզապես դու դա պետքա կարողանաս անել։ Այսինքն կարևոր նախաձեռնություն է, որը այո, այդ երեխաների, երիտասարդների մոտ տեսել է հնարավորություն, նախաձեռնողականություն եք վերցրել, որպեսզի այդ հնարավորությունը զարգացնեք եւ իրենք եւս կարողանան արժեք ստեղծել, իրենք եւս կարողանան առաջ գնալ։ Ներկայացնել, ոնց որ ես ու Անահիտն ենք ներկայացնում։ Լիարժեք մարդու պես։ Ներառականության հետ կապված մեկ այլ բան մտածեցինք, ինչ որ վերաբերում է ճախրուկին, մենք մտածված, որ կազմում պետք է լինեն միայն Խարբերթի մանկատան երեխաները, որ իրենք ցույց տան իրենց առավելագույն հնարավորությունը ու նաև այլ մանկատների հետ կապված, եթե մենք ինչ որ աշխատանքներ էլի տանում ենք, կազմում միայն այդ խմբի երեխաներն են։ Իսկ արդեն մեր համերգային ծրագրով շրջում ենք հանրապետության դպրոցներում ու շատ կարևորում ենք հենց աշակերտների, մանկավարժների, ծնողների կապը մեր երեխաների հետ ու այդ շփման միջոցով ենք փորձում ներառականության վերաբերող մեր կարևոր փոքրիկ գործը ունենալ։ Ներդրումը ունենալ, այո։ Ու
արդեն երբ որ տեսնում են, որ նման խնդիրներով երեխաները թե ինչ են կարողանում անեն, այն մարդով, որ ունի իր տանը նման խնդրով երեխա, որ իրեն ընկճել է, շատ մեծ թևեր է տալիս, շատ դա ոչ թե իմ կարծիքն է, չնայած բայց ամեն դեպքում այդ մարդիկ, որ խոսում են, իրենց շատ մեծ ուժ է տալիս ու ասում եմ, ոնց որ նոր շնչառություն էլի, որ ոչ մի բան կորած չի, ուղղակի պետքա շատ հետևողական աշխատանքներ տարվել ու համերգների արդյունքում շատ յուրահատուկ երեխաների ենք բացահայտում տարբեր դպրոցներում, ոգևորում ենք դպրոցի իրենց մյուս ընկերների հետ երաժշտական համարներով, որ պատրաստվեն ու ամենամյա միջազգային փառատոն ենք անում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներառական ազգային երաժշտության փառատոն, որին որ մասնակցում են արդեն բոլոր երեխաները, թե մանկատների, մեզ համար չգիտեմ ինչու է այդպես ստացվել, բայց շատ առանձնահատուկ շեշտադրում ունենք մանկատան երեխաների վրա, ճիշտ է, շատ լավ կազմակերպվում է ներսում իրենց առօրյան, շատ հոգատար լավ մարդիկ են խնամում այդ երեխաներին, բայց մենք որպես ընտանիքներում ապրող մարդ, մեր գիտակցության մեջ ինքը խոցելի բանն է, էլի, որտեվ սովորես որ ծնողը պետքա հոգ տանի երեխայի մասին, իր հաջողություններով ուրախանա, հպարտանա, ամեն ինչ անի, անհնարինը հնարավորինս դարձնելու համար, այս առումով մենք էլ որպես հոգատար մարդու ծնողներ եք, այդ ինչ որ մի բան մեր ծնող չէ հոգատար շատ բարդ է, մենք ընկերներ ենք ու դա այդպես պետք է մենք դիտարկենք նայենք բոլորը ընկալ են, այո, իհարկե, որովհետև ես մարդ եմ, ով որ ունի սիրտ եւ հոգի, որը ուզում է այս աշխատանքը անի, բայց միևնույն ժամանակ իհարկե լավ ընկեր ենք։ Կարող ես հետևողական աշխատանքներ տանել ու ոչ միայն դու, այլ բոլորը հպարտանան այդ երեխաների հնարավորություններով։ Որովհետև կներեք, կա երկու աշխարհ, որ դու ապրում ես այս աշխարհում, որտեղ որ դու կարող ես հաճախել երաժշտական դպրոց, սովորել ինչ որտեղ, բայց կա մի աշխարհ, որտեղ որ էլի կա այդ ամեն ինչը, բայց չկա ծնող։ Այսինքն ճանապարհը ցույց տվողը, հարթողը, ուղղորդողը, երբ որ դու բախվում ես այս երկու աշխարհների միջև, sense կանգնում ես ու նայում ես, թե ինչքան անարդարա եւ արդարա օրինակի համար, այդ բախումը շատ ինքը քաոս առաջացրեց։ Ու այդ բախման արդյունքում ծնվեց այս ամեն ինչը, որովհետեւ առանց այդ բախումների, առանց այդ քաոտիկ բաների դու ուղղակի չես կարող անել այն ինչ որ անում ես, ոգեշնչվես, ապրես, ապրեցնես, չափազանց կարևոր այն ինչ որ մենք ապրում ենք, մենք որոշեցինք այնպես անել, որ ձեզանից յուրաքանչյուրը ապրի ու զգա։ Հրաշալի է։ Ինչ կասեք մինչ այս պահը, ինչ նախագծեր կամ ինչ ծրագրեր ունեք ու նաև երաժշտական խմբում որքան երեխա է ներառված, թե դա հիմնականում տարբեր է լինում կախված տարբեր միջոցառումներից, հանդիպումներից։ Մեր հիմնական ճախրուկ խմբի էթնոերաժշտախմբի թիվը հստակ է, մինչև 30, բայց ավելին գալիս են, այսինքն համերգների, երբ որ մենք շրջագայում ենք, թվով ավելի քիչ են, որովհետև տեղափոխության հարցեր կա, ու այստեղ կարող եմ շեշտել հենց Խարբերդի մասնագիտացված մանկատանը որպես գործընկեր, թե ինչքան է մեզ օգնում այս ամենը կազմակերպելու, որովհետև ամսվա մեջ մենք ունենում ենք 4-ից 5 համերգ ու մենք շրջում ենք այսպես։ Խոսքը Հայաստանի մասին է, թե նաև Հայաստանից դուրս։ Հայաստանի ապագայում արդեն կմտածենք Հայաստանից դուրս, որովհետև չափազանց կարևոր է այս համագործակցությունը, որովհետև հենց այս առաքելությունը մենք պետք է կատարենք։ Այո, իրականում նաև շատ կարևոր միտք է, որ արդեն կողքից յուրաքանչյուրը իր հնարավորության սահմանում արդեն մեզ հետ է, որովհետև գնանք, նվագենք, հոյակապ համերգներ կազմակերպենք, բայց մինչև դրան հասնելը իսկապես ինքը շատ մեծ կարևոր համագործակցությունների շարք է ստացվում, որովհետև դպրոցներում թույլտվությունը մենք ստանում ենք կրթության նախարարության կողմից, որովհետև դասեր, աշակերտներ եւ այլն, այստեղ սոցիալնախարարության հետ էլ համագործակցության շատ կարևոր հանգամանք կա ու Խարբերդի մասնագիտացված մանկատունը, որտեղ այդ աշխատակազմը տնօրինությունը մի մեծ ընտանիք կարող եմ համարել, որովհետև շատ կարևոր գաղափարի շուրջ այսպես բոլորս համախմբվել եք։ Շարժվում ենք առաջ, այո։ Շնորհակալություն շատ, նաև մեր
զրույցին եթե այս կարևոր կետը ավելացնեմ, ցավոք սրտի մեր կրթական համակարգում նաև բացակայում են, ինչպես նշվում է, ամենակարևոր բաները մեզ այդպես էլ չսովորեցրեցին ու մեզանից յուրաքանչյուրը, որ հենց մանկահասակ տարիքում, մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում առաջին շատ կարևորի այն, որ մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից մեր ֆիզիկական կամ մտավոր կարողությունների, իսկապես բոլորս ունենք մեր տեղը երկիր մոլորակի վրա, բոլորս ունենք արարելու հնարավորություն եւ բոլորս իսկապես ունենք բնությունից տրված, շնորհված տաղանդ, որը որ պետք է օգտագործել։ Մեկը մի փոքր շատ, մյուսը մի փոքր քիչ, բայց շատ կարևոր է, որ նաև հասարակությունը միջավայրը ընկալի դա եւ ամենակարևորը նպաստի, որպեսզի իրենք եւս կարողանան ինքնաարտահայտվել, իրենք եւս կարողանան այսպես հասարակության մեջ լիարժեք կյանքով ապրեն։ Բայց սա նաև կրթությունից է գալիս, որովհետեւ ցավոք սրտի իսկապես անհատները, ովքեր որ այդ կրթությունը, գիտակցությունը չունեն, բնականաբար նաև համապատասխան վերաբերմունք ու վարքագիծ չեն դրսևորում եւ դա իրապես խաթարում է երկու կողմերի կյանքը, այսինքն բոլորն էլ տվյալ միջավայրում հասարակության մեջ ըստ էության լիարժեք չեն ապրում, անկախ այն հանգամանքից, թե դու ինչ դպրոց ես հաճախում կամ ինչ սոցիումի մեջ ես ապրում կամ ինչ միջավայրում ես գտնվում։ Սա շատ կարևոր է ու նաև ուզում եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար կարևոր ուղերձ լինի, որ երբեք չի կարելի ուղղակի մարդու ֆիզիկական կամ մտավոր սահմանափակությունները վերցնել որպես թերություն, որը որ մեր հասարակության մեջ ընդունված ամենաարատավոր բաներից է, այլ պետք է մարդուն ընդունել իր այդ ամեն ինչով եւ մեր յուրահատկությունը հենց դրանում է, որտեւ ամեն մեկը հենց դրանով է առանձնանում, դրանով է կարողանում հասարակության մեջ արարել։ Ուզում եմ նախավերջին հարցը ձեզ ուղղել, ինչ առաջիկա ծրագրեր կան, որոնք որ այս պահին ձեզ համար կարևոր են կամ դրանց վրա աշխատում եք կամ միգուցե կուզենաք նաեւ ներկայացնել, որպեսզի ովքեր որ հենց այս պահին լսում են մեզ միանան, իրենց ներդրումը ունենան։ Մանկատանը սենյակներից մեկում մի մեծ պատ ունենք, որ երբ որ սկսվեց վերանորոգման աշխատանքները դեռ 2020 թվականին, Հաննան ասաց, այդ պատը մեր երազանքների պատն է լինելու ու յուրաքանչյուրը իր երազանքի տունը պետք է պատկերի, դե մեր ընկերներից նկարիչ, ով որ սիրուն նկարեց, բայց երեխաները յուրաքանչյուրը իր տունը ընտրեցին, որևէ այդպես ինչ որ հստակ մտքեր չկար, թե դա մենք երբ են կարողանալու իրականացնենք, բայց շատ մեծ վստահ համոզմունք ունենք, որ մենք գալու ենք մի օր այդ քայլին։ Հանգամանքները դասավորվեցին այնպես, որ այսօր մենք արդեն մտածում ենք այդ ուղղությամբ եւ հենց մեր Ճախրուկ էթնո երաժշտախմբի համար կկարողանանք լուծել սոցիալական տների հարցը, իրենց երազանքների տների հարցը։ Դա մեկ բնակարանի մասին է խոսքը, թե փոքրիկ հետաքրքիր տներ, որտեղ որ երեխաները կապրեն 2 հոգով, 3 հոգով, որովհետև իրենք միայնակ ինքնուրույն չեն կարող ապրել, բացի 1-2 երեխաներից եւ այդ նպատակով ունենք մայիսի 19-ի բարեգործական համերգ Արթուր Բոյաջյանը եւ Արմենյան Նևի բենդը եւ ոնց որ յուրաքանչյուրը գնելով մեկ համերգի մեկ տոմս, դրանով ինքն էլ կարող է շատ մեծ կարևոր մասնակցություն ունենա։ Հողամասը կգնենք եւ կփորձենք մեկ տնից սկսել ու հասնենք մեր մեծ երազանքին։ Նաև մեզ մի կարևոր ընկերություն միացավ, Դիգնիսի ընկերությունը, որ մեր այդ երազանքները, որ միշտ ունենք, ոնց որ այդ մարդկանց հայտնվելն էլ մեր կյանքում շատ հետաքրքիր արագ ընթացք տվեց, երբ որ իրենք արդեն այդ պատկերավոր տների մեր մտքերը փորձեցին վերարտադրել եւ արդեն տալ իրեն շոշափելի տեսանելի տեսք, մենք այդ օրն էլ հանրությանը ցույց կտանք, թե ինչ երազանքների թաղամասի, ինչ երազանքի տների մասին է խոսքը։ Նաև մենք այդ թաղամասը կկոչենք Ճախրուկ բնակուտ, Ճախրուկ անվանը համահունչ ինչ որ հետաքրքիր անուն որոշեցինք, իրականում բնակուտը նաև խորհրդանշում է բարեբերություն։ Հրաշալի է։ Որտեղ գտնեն ձեզ, որտեղ ծանոթանան ձեզ հետ, ձեր ծրագրերի հետ, ձեր առաջիկա պլանների հետ։ Ճախրուկի Facebook-յան էջում, Instagram-յան էջում
իրականում ճախրուկին գտնելը հեշտ է։ Միակն է եւ չկրկնվող, այո։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք մայիսի 19-ին, որտեղ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այսինքն այդ օրը հենց ելույթ են ունենալու ճախրուկ Արտո Թունջ Գոյաջյանը եւ իր Արմենյանեվի բենդը։ Իսկ խումբը որևէ ելույթով հանդես գալու է թե երկու համարով ճախրուկը ելույթ կունենա, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրենց օգնությունը ում է ուղղված։ Ներդրումը որտեղ է գնում։ Շնորհակալություն շատ, իրականում բավականին կարևոր աշխատանք եք իրականացնում, բայց այստեղ նաև մի հատ կարևոր միտք եմ ուզում նշել, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե ինչպես շատ սոցիալական եւ խնդիր լուծող նախագծերի դեպքում է, ասենք շնորհակալություն, որ անում եք եւ առաջ գնաք հանդիսատեսի տեսքով, այլ մեզանից յուրաքանչյուրը վստահաբար կարող է ինչ-որ բանով իր ներդրումը ունենալ։ Մեկն իր մասնակցությամբ, մեկը ուղղակի տեղեկատվությամբ կիսվելով, մյուսը ուղղակի ձեզ, չգիտեմ, դրական խոսքեր ուղղելով, այսինքն յուրաքանչյուրը վստահաբար կարող է իր ներդրումը ունենալ եւ շատ կարեւոր է, որ այստեղ ոչ թե ուղղակի ասել ապրեք, որ անում եք, որ այսպիսի բան եք նախաձեռնել եւ մեզանից յուրաքանչյուրն անցնի իր գործերին, այլ մի պահ կանգնել ու հասկանալ ես ինչով կարող եմ իմ ներդրումը ունենալ կամ ես ինչով կարող եմ նպաստել ծրագրի շարունակականությանն ու առաջընթացին։ Ձեր ու ինչպես միշտ նշում եմ բոլորից գործերին մեծ հաջողություն, թող որ իսկապես մենք ունենանք մի այնպիսի իրավիճակ, որ երբեք այսպիսի նաև մեր ընկերներից մեկն էր ասում, երազում եմ, որպեսզի աշխարհում երբեք մանկատներ չլինեն, իսկապես գա մի փուլ, որ դրա կարիքը անհրաժեշտությունը չլինի, բայց նույնիսկ եթե ինչ-որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով էլ կա, մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նշեցի, յուրաքանչյուրին ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա, եւ հասարակության մեջ այդ ստեղծարարության իրար հետ համագործակցելու էներգիան անպայման կարողանանք ապահովել։ Բոլորիդ հաջողություն, նաև ամսի 19-ին ընթառաջ ես վստահ եմ, որ հրաշալի համերգ է լինելու ու այո, նաև ճախրուկները կունենան իրենց երազանքի տունը, որը որ նաև հիմք կհանդիսանա ավելի մեծ նախագծերի համար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ տաղավարում հյուրընկալելի ճախրուկի համահիմնադիրներ Աննա Մխիթարյանին եւ Անահիտ Մխիթարյանին։ Իրենց կարող եք գտնել Facebook-ում, Instagram-ում, էլ ինչ հարթակներում։ Տոմսերն էլ կարող են ձեռք բերել ըստ էության տոմսարկղ.am-ից կարող են ձեռք բերել։ Շնորհակալություն շատ, բոլորից գործերին հաջողություն։